ավարտեցիք երկրորդ հարցի խնդրեմ տվեք հարց։ Այո, դուք նշեցիք վաղեմության ժամկետների մասին։ Այո։ Դուք ասում եք, որ վաղեմության ժամկետները անցել են։ Ինչ նկատում եք կոնկրետ, ինչի վաղեմության ժամկետը եւ ինչի վաղեմության ժամկետն է անցել։ Կարող եք նշել։ Վերադարձանացվել է վերահսկողություն, սահմանված ժամկետում ապարելի հրամանով, սահմանված ժամկետում կազմվել է վերահսկողության արդյունքներով կազմվել է։ Ինչի վաղեմության ժամկետները։ 227 հոդվածի դուք ձեր պատասխանում երկրորդ անգամ։ Հստակ ներկայացել եք, չէ՞, որ 227 հոդվածի երկրորդ մասը չի գործում, չէ, գործում է առաջին մասը։ Այո, աշխատանքային օրենսգրքի համապատասխան մասն է գործում։ Վաղեմության ժամկետները որոնք են, ասում է, եթե կարգապահական պատասխանատվություն կատարելու պահից անցել է 6 ամիս, հետևաբար կարգապահական անձը, որ թույլ է տվել խախտում, չի ենթարկվում կարգապահական պատասխանատվություն։ Նույն հոդվածի առաջին մասն է, ասում է հայտնաբերելու պահից 1 ամսվա ընթացքում։ Այսինքն դուք եթե հայտնաբերեցիք, հա, ուզում եմ մի ամիս անցնի, ուզում եմ մի ամիս չանցնի, եթե 6 ամիսը առաջ էր արել կամ մի տարի առաջ էր արել, արդեն մի ամիսը դեռ չի խաղում, որտեղ արդեն չեք կարող, ուզում եմ մի ամսվա մեջ լինի, մի ամսից հետո լինի, մի ամսից հետո շուտ տակ, չեք կարող տակ, որտեղ այն կատարման պահից, եթե նա կատարել է 2008 թվականին, իսկ դուք կարգապահական խախտումը թույլատրվել 2008 թվականին է թույլ տվել, իսկ դուք հայտնաբերել եք 2012 թվականին, այստեղ էլ մի ամիսը պետք չի հայտնաբերելու պահից 1 ամսվա։ Այսինքն 2008 թվականին կատարվել է 2008 թվականի դեկտեմբերին է կատարվել, 2012 թվականի ներողություն շփոթվեց արդեն 2008 թվականի ինքը թույլ է տվել խախտում, ուրեմն դրա վաղեմության ժամկետը լրացել է 2009 թվականի հունիսին, եթե դուք այդ խախտումը հայտնաբերել եք հունիսին, չեք կարող ենթարկել կարգապահական պատասխան, որտեղ 6 ամիս անցել է։ Այսինքն ես դատարանի կարծիքի 6 ամիսից ավելի վաղեմություն ունեցել։ Դատարանի կարծիքի ես հիմա օրենքը կներկայացնեմ, այսինքն այն խախտումները, որոնք կատարվել են 6 ամսից ավելի վաղ, նրանց համար չի կարող կիրառվել կարգապահական պատասխանատվություն։ Ես հիմա ամեն դեպքում օրենքի համապատասխան հոդվածը դուք նշեցիք, բայց առաջին հոդվածի առաջին կետով նշվում է, որ կարգապահական տուժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 ամսվա ընթացքում։ Երկրորդ դեպքում կարգապահական տուժը չի կարող կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է 6 ամիս։ Սրանք օրենքի համապատասխան հոդվածի առանձին մասեր են։ Առանձին մասեր են։ Ես ոչ մի կապ չեմ տեսնում առաջի եւ երկրորդ մաս, այսինքն եթե օրենսդիրը ուզենար նախատեսել այն, ինչ որ դուք ներկայացնում եք եւ այդպես մեկնաբանում, օրենսդիրը կգրեր, որ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել հայտնաբերման պահից, եթե չի անցել 1 ամիս եւ եթե կատարվածից չի անցել 6 ամիս։ Ինչու այդպես օրենսդիրը չի նախատեսել։ Առանձին կետերով, առանձին մասերով նշված են, առանձին դրույթներ։ Շնորհակալություն ձեր մասնավոր մեկնաբանության մասին, շատ ուսումնալի է մեկնաբանությունը, մենք շատ խորը կմտածենք այդ ձեր մեկնաբանության, մասնավոր մեկնաբանության վերաբերյալ։ Օրենքը ասում է, նորից կրկնում, պրակտիկա ավելի պարզ ձևով։ Խախտումը կատարվել է 2008 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի խախտումը կատարվել է։ Խախտումը կատարելուց հետո անցել է 6 ամիս 2009 թվականի հունիսի 1-ին։ Դու խախտումը հայտնաբերել եք 2009 թվականի հունիսի 2-ին։ Այսինքն ձեր այդ հայտնաբերելու, ինչը ձեր հայտնաբերել է, 6 ամիսը չպետք է լրացած լինի։ Այդ դրանից հետո միայն 2009 թվականի հունիսի 2-ին եթե դուք հայտնաբերել եք, ուզում եմ 1 ամիս անցնի, ուզում եմ մի տարի անցնի, ուզում եմ 10 օր անցնի, չեք կարող նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Եթե դուք հայտնաբերեք դեկտեմբերի
1-ին 2008 թվականի դեկտեմբերի խախտումը 2009 թվականի մայիսին կամ ապրիլ ամսին հայտնաբերել եք ապրիլի 1-ին այս խախտումից անցել է 4 ամիս հետևաբար դուք հայտնաբերելու պահից մինչև մայիսի 1-ը իրավունք ունեք նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվություն կարգապահությամբ ենթարկելու մի հատ նախապայմանը նա է որ հայտնաբերելուց չպետք է անցածելու 6 ամիսներ Ես եմ շնորհակալություն հայտնում անհամասն քանի որ բացատրելու համար հարգելի դատարան բայց քանի որ ես քանի որ խնդրել եմ եւ չեմ գտել օրենսգրքի տվյալ գործվածի մեկնաբանությունը այդ պատճառով եթե կա մեկնաբանությունը այդ պատճառով ես մնում եմ իմ դիրքորոշում ինքը գտնում է որ ես մնում եմ իմ դիրքորոշում եթե լիներ մեկնաբանություն ես դա ընթերցեի կամ դուք ես բոլորիս դա իր կարծիքն է եւ հարցի